Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 10-ն է, մենք շատ հետաքրքիր նորություններ ունենք այսօրվա համար, շատ անակնկալ, անսպասելի եւ նաեւ հետաքրքիր։ Եվ եթե ցանկանում եք բաժանորդագրվել YouTube ալիքին, շատ լավ կլինի, որ ընդամենը մի 30 հոգի ես հիմա բաժանորդագրվի, մենք կդառնանք 110,000 արդեն։ Հա, ընդամենը 30 հոգի, պատկերացրեք։ Իսկ եթե ուզում եք բաժանորդագրվել նաև Patreon-ում, դա կլինի ձեր օժանդակությունը, ձեր նպաստը մեր ալիքի աշխատանքի համար։ Նաև եթե դուք օգնեք ձեր մեկանգամյա նվիրատվություններով մեզ եւ մեր ալիքին։ Ուզում եմ հաղորդումը սկսել Վարդգես Պետրոսյանի շատ հետաքրքիր երկու դիտարկումով, որն ասում է հիմա ամոթից քրտնում են միայն ապակիները։ Կարծես այսօրվա մասին ասած լինի։ Երևի ինքը մի անգամ ներկա է եղել ազգային ժողովի ելույթներին, կառավարությունում տեղի ունեցող քննարկումներին, մտածել է, եթե այս տարածքում մի բան էլ կարա քրտնի ամոթից, դա թերևս կարող են լինել ապակիները։ Եվ մյուսը, որ կուզենայի ձեզ ցիտել, շատ հետաքրքիր է, ասում են, պատմությունը գրատախտակ չէ, որ դուրը չեկած նախադասությունը չընջես։ Հոյակապ ասած։ Հոյակապ։ Մանավանդ որ հաջորդ նյութը, որ ուզում եմ ցույց տամ, հենց դրա մասին է։ Եվ այսպես գտնվել է 1926 թվականին Գանձակ գավառում տրված վկայական։ Խնդրեմ։ Ալբերտ Միխայելյանն է գրում, պապուս ծննդականն է։ 1926 թվականին եղել է Գանձակի գավառ, Խաչակապ գյուղ խորհուրդ։ Հայերեն գրված ծննդյան վկայական, սրանց ավելի լավ ապացույց, որ դա եղել հայկական։ Հա? Հո պատմությունը գրատախտակ չի, որ ինչ ուզենալ ջնջեք գրեք։ Հա, ԿՊ ընտրողներ։ Այս հարցը ձեզ էլ է ուղղված։ Ես իհարկե հասկանում եմ, որ ձեր համար ոչ մի փաստարկ չկա։ Օրինակ այս փաստարկը կլրացներ ուղղակի, կպապանձվեին 50 գիտնական, որոնք պնդում էին, որ Գանձակը Գանջան, դա Հայաստան չի։ Բայց այս փաստաթուղթը տեսնելով նրանք կպապանձվեին 50 գիտնական, մեկ փաստից։ Բայց ես վստահ եմ, որ 50 նման փաստ դնենք մի հատ Նիկոլականի դեմ, բայց ուրիշ բան չի նշանակում։ Դա դրանից չի, որ այդ մի Նիկոլական ավելի Նիկոլոն թող ասենք ասենք, ավելի խելացի է, քան 50 գիտնականը, ոչ։ Դա ուղիղ հակառակի մասին է։ Ու խելացի մարդուն մեկ փաստ, դա բավական է, որ ինքը սկսի վերանայել իր մոտեցում։ Երբ որ մեկի համար փաստերը էական չեն, դա արդեն ոչ թե մարդը, այլ ուղղակի ծրագրած ռոբոտ։ Իրեն ասել են սենց, վեր կյանքում էլ ոչ մի բան չի ընդունում։ Ես մեղմ եմ ասում ծրագրված ռոբոտ էլ, շատ մեղմ։ Եվ այսօր կայացավ այն, ինչ որ ես քանի տարի է զգուշացնում եմ, քանի տարի, որ այս բոլոր իշխանությունները, որոնք եղել են մանավանդ քաղաքապետարանում, քաղաքապետեր եւ գլխավոր ճարտարապետեր, սրանք հանցագործներ են, այսօրվանները առավել եւս։ Եվ ասում էի, որ փորձի համար գոնե մեկ ուսումնավարժական ինչ որ բան է պետք անել, process, այնը, որ փորձի իր մեքենայով մտնի ինչ որ տարածք, էլի։ Փորձի մտնի, էլի։ Էներ կենտրոնի թաղամասերը։ Արզվեց, խնդրեմ։ Դե պաժարը ուստեղ մեքենա են բրդում, որ կարողանան բակ մտնի։ Հա, այդտենց ոստիկանությունով թողան մի հատ հասկանան, կենտրոնում են ապրում ոչ բարով։ 20 րոպեից էս տանջվում է այդ ավտոն, իսկ ստեղ արդեն էլ ինչ է կատարվում։ Կապելները սխկած։ Սա ընդհանրապես մեկ բնակարան է։ Բայց միևնույնն է, մեկ հաշվարկ, մեկ մեքենա չի կարողանում մտնի։ Մտելա ու ինքը տեղ չունի գնալու։ Ինչի՞։ Որովհետև ով ինչ ուզել, որտեղ ուզել կառուցել է, փողը տվել է ու կառուցել է։ Հիմա գիտեք ինչ պետք է աներ։ Օրինակ Ամերիկայում այտենց է։ Եթե հրշեջ նեկա ինչ-որ մի բան խանգարում է, հրշեջ մեքենաների դեմը, այսինքն մետաղյա հաստ բաները։ Ինքը ուզում է մեքենա կանգնած լինի, ուզում է շինություն լինի,
Եթե դա այդտեղ քարտեզով պիտի չլիներ, ինքը իրավունք ունի այդ դու տան կլինի, քանդելով կգնա, մեքենաների վրով կգնա ինքը։ Ու ոչ մի բան իրան չի սպառնում։ Հələ այդ մեքենային որտեղ է կայանել, հələ դրան կտուգանեն։ Անես մի հատ վրան ակտ կգրեն, որ կյանքով մեկ աշխատի այդ իր սխալի համար։ Եթե մի հատ շինություն ունի, որը խանգարել է մտնի 911-ի մեքենայի համար emergency իր գործը կատարելու համար, այդ շինությունը ոչ միայն քանդեն, այդ շինության տերը ամբողջ կյանքը կաշխատի, որ այդ տուգանքի գումարը մցի։ Այդ չեմ ասում, որ այդ պահին այդ տանկը, այդ մեքենան, տանկի բաներ ունի, քանդեր ու կմտներ մեջը։ Բայց քանի որ սա Հայաստանն է, երբեք օրինակ այս մեքենան շիվայ կանելա, չգիտի ինչ անել։ Այստեղ մեքենա են բրդում, որ կարողանան փակ մտնի։ Լավ մտնի։ Ես չգիտեմ դեռ ինչն է պահել, բայց մի բան պահել է, չեմ ասում ոնց է դուրս գալու։ Այսին շինություններ են, կցակառույցներ են։ Լսեք ժողովուրդ, ես չգիտեմ այդ բնակարանը ումն է։ Ազնիվ չգիտեմ։ Կարա լինի մեկինը, որ թքած է ունեցել առ այսօր ինչա կատարվում պետության մեջ։ Մի քանի օր առաջ էլ վերելակ էր ընկել։ Գիտեք։ Վերելակ, փոկվել էր, ընկել։ 4 հոգի մեջ է։ Հիմա տվյալները չեմ հիշում, ինչ ա եղել նրանց մեջին։ Վերելակները այդ վիճակին է, մուտքերը այս վիճակին է, շենքերի։ Շենքերի անվտանգությունը չեմ ուզում խոսամ։ Ոնց է կառուցվում, շինթույլտվությունները ոնց են տրվում, եղածները ոնց են պահպանվում, արդյոք պահպանվում են, թե ոչ, բնականաբար ոչ, որովհետև եթե մի տարածքում իշխում է ԿՊ-ն, արդեն 8 տարի։ Իսկ դրանից առաջ էլ մի եսի ինչ չի եղել, իսկ առավել եւս հիմա շնակում է ոչ մեկ իր կյանքի, իր գույքի, իր ունեցվածքի համար չի կարող հանգիստ քնել։ Եթե նույնիսկ նա գնացել, ասենց աղմուկով, դհոլ զուռնայով Նիկոլա ընտրել, ինքը պաշտպանված չի Նիկոլի իշխանության կերած ողքերի հետևանքներից։ Որովհետև այս հանցավոր իշխանությունը սա մահաբեր իշխանություն է։ Մահաբեր, այսինքն սա բոլոր գործողությունները ավարտվում են որպես հետևանք, արդյունք կատակլիզմներով, կորուստներով, պատերազմներով, մահով, մի խոսքով, ցնցումներով, ավերածություններով։ Այսքանից հետո գնաց անցավ ընտրել, նշանակում է ընտրել սեփական վախճանը։ Այն ինչ որ մի 3-400 հազար մարդ արեց։ Դե իմ հաշվարկներով ես ասեցի, չէ, 3-400 հազար առնվազն մենք աղանդավոր ունենք Հայաստանում, աղանդավոր, որոնք թափած ունենան հայկական պետականության վրա։ Նրանց համար չկա պետականություն։ Չկա։ Դառնցի խնդիր է։ Մտածելով, որ եթե չկա պետականություն, իրենց հարցերը sense լուծվելու են։ Այո, այս մեքենաներ sense օթերով պետք է գա մտնի իրենց բակ ու հանգցնի իր տան հրդեհը։ Չի կարող։ Սա ընդամենը մեկ հրդեհ, պատկերացրեք լուրջ կատակլիզմ է։ Դու ասում չգիտեմ, կարող է ռմբակոծություն լինի, կարող է պայթյուն լինի, կարող է երկրաշարժ լինի։ Հայաստանը, Երևանը այսպես կանգնելու է։ Ուղղակի կանգնելու է, օպա։ Որովհետև մեր վարորդները գիտեք, չէ՞ ոնց են քշում։ Որտեղ տեղ կա, չիկները կմցնեն։ Նույնիսկ եթե դա հանդիպակաց կողմն է, գիտի, որ ինքը մտավ, այն հանդիպակացը գալու է կանգնի ու խցանումին ինքը մտնելու է։ Հա, գիտեք, էդի ասենք։ Ատեղել ենք առաջին, այլ։ Սա ինչ որ մեկի մեկ։ Դե, ընտրեք Ավինյան, ընտրեք Փաշինյան Նիկոլ։ Ու մի զարմացեք այս հետևանքների վրա։ Հիմա կարդանք, վերադառնանք այդ արհեստական բանականության կենտրոնի վերաբերյալ, ես առավ ասեցի, որ շատ տվյալներ չունեմ, որ դրա գնահատականը տամ, ինչ է իրենց ներկայացնում, օգուտ չի, մեզ պետք չի, որովհետև կարծիքները հակադարձ են, պետք չի, վտանգավոր չի։ Ես որոշեցի առավոտյան հարցուպատասխանին բնականաբար չշտապել գնահատականի մասով, որովհետև ես չեմ կարող ասել մի բան հիմա, հետո ասեմ, չէ, ես սխալ եմ։ Հարցը ավելի լուրջ ակնկալում ուսումնասիրություն, քան արտաքին հայացքից, առաջին հայացքից կարելի է գնահատել։ Եվ այսպես, ինչ է կառուցվում
եւ որոշել են դա պետք է լինի հրազդանում մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ, որում այս 500 միլիոն արժողության այս պրոյեկտի մեջ մասնաբաժին ունի ներդրումների նաեւ Ռուբեն Վարդանյանի գործընկեր կարդում ենք այստեղ Նուբար Աֆեյան 500 միլիոն է ծրագրի ողանավորից մեկն է Նուբար Աֆեյան եւ այսպես ինչա դա իրանից ներկայացնելու քաղաքական առումով, տնտեսական առումով, ժամանակակից այսօրվա զարգացումների առումով ինքը շատ կարևոր ծրագիր է ներդրումային իմաստով եմ ասում 500 միլիոնը բանը մեծ ցենց ասեմ եւ մեծ փողա եւ մեծ փող չի նման ծրագրի համար բայց տեխնոլոգիական կարևորության իմաստով շատ կարևոր հանգույց է սա համարվում որ կարող լինի հավակնում ավելի ճիշտ սա կարևոր հավակնում է լինի բայց մեծ բայց կա որը sense խամրեցնում է բոլոր հնարավոր օգուտները սրանից անտեսված են եւ ոչ մի ձևով հիմնավորված չեն շինարարական տարածքի թույլտվություն նույնիսկ այսօր չունի որտեղ է լինելու ոնց է լինելու թույլտվությունը ոչ մի բան պարզած չի դրա էկոլոգիական վնասների փոխհատուցման վերաբերյալ ինչ վնասներ է տալու դա շրջապատի միջավայրին որտեղ ինքը վնասներ տալու է անպայման որտեղ են ուտիլիզացնելու այդ ամբողջ համակարգում շուշուտ շատ հաճախ փոխվող եւ ծանր մետաղներ ունեցող իրենց սարքավորումները դրանք ոչ մի պատասխանը չկա եւ ամենակարևորը նման արհեստական բանականության եւ ընդհանրապես բարձր տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունները կարիք ունեն հսկայածավալ էներգիայի եւ ջրային ռեսուրսներից ես որ կարդացի թվերը սա ահռելի բան օրինակ 100 մեգավատանոց մտածում են կայան հիմնել հա որը այս բանից այս կայանը այս գործանը սպառել է 870 գիգավատ այսինքն ինչ է տալու այդ 100 մեգավատ կայանը հիմնելը եթե 876 գիգավատ մոտավորապես հոսանք է տանելու դա ինչ է տալու դա սա Հայաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը 12-13%-ն է այդ մի փոքրիկ գործարանը ամբողջ մեծ սպառման էլեկտրաէներգիա 12-13% ինքն է տանելու եւ ամենակարևորը ինչքան ջուր է տանելու այսինքն նույնիսկ հեսում չգիտեն սա ոնց են ապահովելու այն պարագայում երբ որ այսօր հովանային անջատումներ կա Հայաստանում այսինքն հոսանքը չեն կարողանում ապահովել սովորական տան համար կենցաղային սպասարկման համար սկնդեր բարձրավոտ է ոնց են այս կարևորության նշանակության այս փնթիները այդ կարգի սերվիս ապահովելու մատակարարում բացառ ջուրը սպառելու օրական լսեք 1,893,000 լիտր ջուր օրական չկա ոչ մի պատասխան չկա որտեղից է ջուրը ով է տալու սա փակ ցիկլա լինելու բաց ցիկլա լինելու օրական 1,893,000 լիտր ջուր օրական պետք է սպառել տեսեք մենք որ խոսում ենք արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաների չիպերի արտադրության այսինքն մոտապես ինչ որ դիտելի է այնտեղ որը կարևոր է գիտական տնտեսական առումով եւ ամենակարևորը եթե լիներ Հայաստանը քաղաքական իմաստով նշանակալի երկիր սա կբարձրացնի իր քաղաքական նշանակությունը բայց այսօր խոսում են մի բանի մասին աղմուկ են ստեղծել մի բանի շուրջ որի ոչ մի պատասխան կարևոր պատասխաններ չկա 3 շինթույլտվություն որտեղ լինելու պարամետրները դրա էկոլոգիական վնասները որ անպայման ինքը հասցնելու է եւ ջուրը որտեղից ջուրը ամենակարևոր ջուրը օրական սա ինչ է լինելու ոնց է լինելու ոչ մի բան չկա իմիջիալոց այս բանի հետ կապված էկոլոգիական
շատ երկրներում արգելել են ցույցեր կա, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Օրեգոն նահանգում այս Ամազոնի էստաբյալների կենտրոնի սպասարկման արդյունքում քասկերի եւ տարօրինակ տեսակների երիկամային հիվանդությունների շատը այնքան է մեծացել, որ դիմում են կառավարությանը, որ փագի տա։ Ամազոնը մի անապատի մեջ է բանալ է, դա, բայց միևնույն է տարածքի վրա ազդել է քասկերի եւ երիկամի հիվանդությունների կտրուկ աճը, որը բերել են հասկացել է որտեղից է գալիս։ Եվ փոքրիկ Հայաստանում դա որոշում են գործատել։ Ընդ որում տեսեք, Օրեգոնում սարքած այդ գործարանը վստահ եղեք, սարքված է իդեալական պարամետրներով, առանց գողանալու, առանց փնթիության, հա, առանց կոռուպցիայի։ Այսինքն եթե պատը այսքան պետքա լինի, դու չես կարող պատը այսքան սարքես, այ կեսով։ Նյու Յորքում չես կարող ասել այդ շինություն անես։ Միջև ինսպեկտորը չգա ամեն ինչը սենց չափի քեզ թույլ տվություն չի տա, որ դու անցնես հաջորդ քայլին, ոչ թե շինարարությունը նա վերջացնեն, հետո գան, մի հատ փողը տաս, մի բան ստորագրի գնա։ Չէ, ամեն մի փուլը գալիս են ինսպեկտորները, սկսում են չափել։ Ամեն մի փուլը, էսի չունես, հաջորդին չես կարող հրավիրես։ Ասենք էլեկտրիկը չի մտնի քո տարածք, եթե արդեն էսի պատրաստ չի եւ դու բանը չունես, այսինքն այս կարգի հսկվող շինարարությունն է այստեղ։ Նույնիսկ այդ պարագայում դրա հետևանքները տեսեք ինչ են եղել։ Հիմա ինչ է սա, ինչպես վերաբերվել սրա։ Սա դիլեմա է։ Առաջի հայացքից եթե ասեմ, չի կարելի էլ դուրս գանք բողոքենք, ասեն Վարդան Հակոբյանը, դեմը Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը եւ այլն, մի խոր Չարլ Նախանձը։ Ընդ որում լատինատար Չարլ Նախանձը, հայերեն չէ, լատինատար Չարլ Նախանձը, հա։ Բայց մյուս կողմից ոչ մի բան պատրաստ չի։ Ոչ, ասում եմ բյուրոկրատիան հեշտացել ենք, որ շուտ լինի, ասենք ինչ է նշանակում դուք հեշտացել եք։ Այդ առանց այդ թույլտվությունների շինարարության, առանց այդ պարամետրների հաստատման, առանց նախորդ ուսումնասիրությունների բնապահպանությանը, ջրի, հոսանքի մատակարարման, դու ոնց ես իբր հեշտացնում բյուրոկրատիան, ասենք գան ինչ ուզում են անեն, հետո կլինի ինչ որ կլինի, սա տիպիկ նիկոլական աղմուկա, աղմուկ, այսօրվա աղմուկն է, ինչպես ռուսների հերն եմ անիծել, դուք ռուսաճորտեր եք, դուք ռուսի ագենտներ եք, տվեք մեզ ձայն, արդյունքում պոկեցին ձայները, հետո ասում են, չէ, հանգիստ եղեք, նույնիսկ 7-ից հետո ամեն ինչ վերականգնվելու է։ Մեկ է տեսան չէ։ Հացոստը չի վերականգնվի։ Դու չես կարող մեկին հրեշացնես ձայն ստանալու համար իր հաշվի, մեկ էլ ասես, ինչի եք թքում երեսիս։ Բա դու 2 ամիս այն ուղղության վրա ես թքում։ Այսինքն նույն քաղաքականությունը մենակ այսօր պարադով գնան իրանք, քեզ ասեն, տես 500 միլիոնի ներդրում ենք բերել, չնայած այն մարդուն դրանից ոչ մի բան։ Վստահ եղեք ոչ մի բան։ Աշխատատեղերի իմաստով է ժողովուրդ ջան, շատ բան չսպասեք ստեղ։ Շատ աշխատատեղեր չեն լինելու։ Նիման նայեմ մոտարապես, ես հիշում եմ թիվը, բայց հեսա գտնեմ։ 50 կայուն աշխատատեղ։ Խնդրեմ 500 միլիոնի ներդրում եւ 50 կայուն աշխատատեղ։ Ու սա ամենախայտարակը չի։ Ամենախայտարակը գիտեք որն է։ Մի հատ պատմելություն կա, ես ուզում եմ անպայման կարդալ դա ձեր համար, էլի։ Անպայման։ Ուրեմն Firebird AI կայքը պնդում է, որ Երևանում ունի գրասենյակ, սակայն կայքում չկա գրասենյակի հասցեն կամ հեռախոսահամարը։ Մի հատ հեռախոսի համար է թողել ընդամենը, մի հատ էլ email։ Ընկերությունը չունի արհեստական բանականության կայան կառուցելու փորձ։ Ընդհանրապես իրենց մասին քիչ բանը հայտնի։ Ընդդեմ այդ համաֆինանսավորողները այդքանից հետո տվել է փողը Աֆեյանը։ Սա գիտեք ինչ հիշեցի։ Հիշում եք բանը Ծիծեռնակաբերդի հուշարմալիրի քանդումը։ Իբր ռեստավրացիայի տվել էին մեկին, որը քանդում էին, պարզվեց իրանք ռեստավրացիայի փորձեր չունեն, որովհետև ռեստավրացիա իրանք պետք է չէ, ծրագրով իրանք հաստատված էր դա ապամոնտաժ է, քանդել։ Հիշում եք, այ լրիվ սա է բերում։
Բասուն այս կարգի 500 միլիոն դոլարի բարձրագույն ճշտությամբ, որի մի փոքրիկ պարամետրի սխալ ես կոմենկում կարող է առավել եւս բանը էկոլոգիական աղետների բերել, կառուցում է մի ընկերություն, որը նույնիսկ սա կառուցելու փորձ չունի։ Այստեղ է խնդիրը, հասկացեք, հարցը այս բարդությունները չեն, հարցը հոսանքի լինել չլինելը չի, ջրի լինել չլինելը չի, թերևս ամեն ինչին կարելի է գտնել լուծում։ Ստեղծել փակ ցիկլով պայմաններ, ես չեմ անում, մասնագետներ կլինեն, որ երեքան, հարցը դա չի։ Ամեն ինչի կարելի է լուծել, գտնել լուծում։ Բայց երբ որ այս ծրագրի գլխին կանգնած է սրանց իշխանությունը եւ այս ամեն ինչով զբաղվում է մի ընկերություն, որ գրասենյակ չունի, գրասենյակ չունի, պատմություն չունի, որ ինքը սա արդեն արել է մի քանի տեղ եւ հետեւաբար ռիսկերը քչանում են, այսինքն փորձ կա։ Դուք պատկերացնում եք ինչա նշանակում 1.890.000 լիտր ջուր օրական ատեղով աշխատի ֆրա։ Այսինքն դա այդքան իդեալական պետք է սարքած լինի, որ նա իր նպատակին ծառայի եւ երկրորդը բան չլինի, արտահոսք չլինի։ Իսկ տվել են այս ամեն ինչ անի մի ընկերությունը, որ կյանքում այդպես բան չի արել։ Ընդ որում sense կայաններ կան աշխարհում։ Կա, չէ, այնտեղ մեկը սարքել է, չէ։ Լավ է սարքել, թողա ստեղել սարքի։ Այս ինչ նիկոլիզմն է, այս սա է բերում ամենամեծ անհանգստությունները։ Թե չէ, ես կարդում եմ վերլուծություններ, մեկը ոգևորված է, էսի քննադատողներն ասում է վատ բառեր։ Էլ չգիտես ինչի անպայման ռուսների հետ կապված պետք է լինի, այս ծրագիրը քննադատողներին է։ Ոգևորվածներին ասում են Նիկոլի, չգիտեմ, գովք անողներ, ստեղ Նիկոլի գովքի մասին խոսք չկա։ Բացարձակապես։ Ստեղ ամենամեծ վտանգը հենց Նիկոլն է այս ծրագրի համար։ Նիկոլիզմը։ Սրանք չեն կարողացել առ այսօր մի հատ բորդուր սարքել, մի հատ հաստ ասֆալտ գցել, անենց ասֆալտ անել, որ գոնե 1 տարի դիմանա։ Չեմ ասում 50 տարի ոնց որ գերմանականն է։ Ասֆալտ սանք չեն կարողացել, որ 1 տարի բան։ Բորդուրը ասես վերցնում Արտուր Ճախոյանը, ստեղից դնում անդեղ։ Ու այս իշխանությունը 500 միլիոն ծրագիր պետք է անի, ընդ որում չգիտես ինչի էլի մի հայտնվել է մի հատ ընկերություն, որ կյանքում ոչ մի չի արել։ Հասցե չունի, նույնիսկ գրասենյակ չունի։ Այստեղ է խնդիրը։ Լավագույն ծրագիրը, լավագույն իդեան տվեք սրանց եւ դուք կունենաք վատագույն հետևանքներն ու վատագույն արդյունքները։ Այն ինչ որ ցույց է տրվել 8 տարի։ Դրա համար ես Նիկոլ Անդրացի ուզում եմ աշկերին նայեմ մոտիկից, արա ասեմ սրանք որ մի արածի համար ես դու ասել էլի արեք։ Ոչ խաղաղություն։ 21-ին էլ քեզ ասեցի խաղաղություն։ Անջատում հանում փրկության կվին հերնանից իր Արցախի։ Դու դա ամանում ես ձեռք բերու։ Իխոսքով։ Ամենամեծ վտանգը, բացի այն վտանգներից, որ ինքը արդեն ինքնին ներկայացնում է այս արհեստական բանականության կենտրոնը, որ ընդհանրապես ապահովել է 50 աշխատատեղեր։ Դե մեկի համար 50 աշխատատեղը շատ է, մեկի համար շատ քիչ է, դա չի, այսինքն դա հաստատ պետության մեջ մի 40-50 հազար չի, որոնք գնալու են աշխատանքի եւ այդ ընտանիքներն ապրելու են 50 ընդամենը։ 50 հոգի չեն էլ երևալու։ 50։ Դրա տնտեսական բանն է մասնակարևոր, բաղադրիչը, քաղաքական բաղադրիչն է կարևոր, կարևորությունը, երկրի կարևորությունն է, բայց երբ որ նայում ես ովքեր են սա իրականացնողները, դրանք առաջ։ Իրականացնողները նրանք են, ովքեր 25 միլիոն դրամից ավել աշխատավարձ են տալիս նոր Toyota, որ հետո բերեն այդ դատախազը դատի վեհապարին։ Սա այդ իշխանությունն է։ Սա այդ իշխանությունն է։ Եվ որ ասում է, դու չես կարա ծիրանը տարտահանես, բայց ֆրանսիացի տուրիստը որ գած եկավ քո ծիրանը քերա, դու սա գալու, որ քո ծիրանը դու արտահանել ես Փարիզ։ Այ այս տրամաբանությունով աշխատող ու սա մասին խոսացող բանն է, կառավարությունն է, որը իր ոչ մի որոշման համար պատասխան չի տվել այսօր միջև։ Նույնիսկ Եվրոմիություն որոշում ընդունելու մասին կառավարության բանա որոշում է, չէ՞, Եվրոմիություն գնալը խորհրդարանով հաստատված։
Նույնիսկ այդ որոշման մեջ ինքը մեղադրեց ուրիշ երկրի նախագահին, ասեց ինքը դրթեց մեզաներ անենք սա։ Վաղը այստեղ որ մի հատ վթար լինի, սա պատկերացրեք 1.890.000 լիտր ջուր թռնում տակածնում է պատերը դուրս է գալի։ Ու այլանդակում ավիրում է տարածքը։ Գիտեք ինչ ասելու։ Մենք ինչ կապ ունենք։ Էսի Թրամփի ուղու պայմաններից մի մասն էր։ Թրամփն էր մեղավոր։ Ինքն էր պայմանը դրել։ Վստահ եղեք, ասելիք կգտնի, որովհետև այս որակի մարդը, որ առ այսօր ոչ մի բանի համար մեղավոր չի եղել, ընդ որում իրան ընտրողներն էլ իր խելքին են։ Իր ընտրողների համար էլ իրանց Աստված ոչ մի բանի համար մեղավոր չի։ Դու մի սպասել, հրաշք միտեղ, որտեղ կաթողիկոս են դատում, որտեղ 8 տարվա մեջ ոչ մեկ իր արածի համար պատասխան չի տվել։ Մի սպասեք այդտեղ, ոչ մի լավ արդյունք։ Ասեմ ավելին, հիշում եք երեք խոսացինք, չէ՞ որ այս ձերբակալության բանը նա եկել է։ Կալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը։ Նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։ Ըստ քննչական կոմիտեի դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես պլանավորված համակողմանի ապացուցողական ու բարույթային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը կնոջը կասկածել է ավետարանի հավատքի քրիստոնյաներ, կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդմամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան, եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։ Այսօր Ծառուկյանի փեսան ԱԱԾ-ականների կողմից ձերբակալվել է։ Կրկնեցին ու կարդում եք գրառումը։ Դոդու մուկ այնքան աղջիկ երեխեք պրծեցիք ու ընտանիքներ քանդեցիք, որ ընտանիքների հետ անդամները հերթով պրծում են։ Հա, այսպես ուրախ են, որ այս ձևով վերաբերվում են սրանք։ Սրանք այս կառավարությունն է։ Հենց այս կառավարությունն է, որ կարասի դուք 8 տարի մենք իշխանության ենք, դուք այնքան երեխա պրծեցիք այս ընթացքում։ Մենք նոր եկանք ձեր հետևից, որովհետև Ծառուկյան Գագոյին ծառման ենք արել, ձերբակալել ենք, հիմա Ծառուկյանի փեսուն էլ պետք է ձերբակալենք, Ծառուկյանի աղջկան էլ բացահայտ բոլոր տեղերով մեղադրենք դավաճանության մեջ ամսում։ Ընդ որում, ասում են, այս աղանդը որ կա ու սպանվել է, դա կյանքի խոսքն է։ Իմ ունեցած ինֆորմացիայով այտենց աղանդ չկա։ Այդ աղանդի ղեկավարի որ սպանել են, դա կյանքի խոսքն է։ Ժամանակին 23 թվականին։ Չգիտես ինչի ուրիշ աղանդի անունը տալիս։ Սա այդ իշխանությունն է, որը ասում է, լսեք, ես այսօր սան եմ ձերբակալել, Գրզոյի տղուն երբ եք ձերբակալելու արա։ Հա? Գրզոյի փեսն էլ է, Գրզոյի տղեն բանը, Ծառուկյանի փեսն է։ Բայդան երբ եք ձերբակալելու։ Ես սա է չափանիշը, սա է շեշտվում։ Բասեք, ասեք, որ Գրզոյի մարսն էլ է արտաքին կապերի մեջ։ Արտաքին աշխարհի հետ կապերի մեջ, ասեք, այս իշխանությունը, այս որակով իշխանությունը դուք ուզում եք $500 միլիոն բարձր տեխնոլոգիայի հետ կապված լուրջ բանսա պրոյեկտ իրականացնի, հա, լուրջ է նա, որ տրված է իրականացնի մի ընկերության, որ նույնիսկ օֆիս չունի։ Ու կյանքում այդ գործը չի լավ է։ Սրանք չեն էլ հասկանում մի բան, որ ամեն մի խոսք, եթե դուք գրում եք, որ դուք ամբողջ կյանքները աղջիկ եք պրծել, հիմա ձեզ պրծելու ժամանակն է։ Դուք ասում եք այդ տխմարներ մի բան, որ այդ աղջիկները երեխեքը պրծվել են նաև ձեր իշխանության օրոք։ Ձեր թողտվությամբ։ Սկամ բան։ Բայց դա հասկանալու համար, որ չասեմ, ուղեղ ապել։ Դե որ բարականություն չկա, սա արդեն պարզ է, չէ՞, ուղեղել չկա։ Ասկի յանք ինչ են անում ուզում։ Ուղեղն ինչ են անում, թալանի համար ուղեղ պետք չի, մեկ այն հոտն էլ չի հասկանում դրա հետևանքները։ Այդ հոտը հարց չի տա, ոնց դրա 8 տարի աղջիկ են պրծել։ Բա դուք ուր եք, այդ հարցը իրան չի տասի, ասի վերջապես։ Հա, բա նախիրը դրանով է նախիր։ Նախիրը կենթանատեսակ չի, դա վարքագիծ է։ Չգիտես ինչի՞ որ ասում ես նախիր մարդիկ մտածում են տավարի հետ էս, չէ, դա վարքագիծ է։ Տավարի վարքագիծն է ընդամենը։
Ես էստեղ եմ եւ չեմ հավատում, որ սա իրականության հետ կապ ունի։ Մենք որտեղ ենք հիմա։ Մեր երկիրը ուր է։ Մեր ամենայն կաթողիկոսը, ում առջև մենք խոնարհվում ենք ամեն իրեն տեսնելուց, այսօր սա իրականություն է։ Ալեքս Մանսուրյան։ Ես ապշած եմ, մոտ 80 տարեկան եմ։ Սթափությունը, քաղաքական դիրքորոշումը, դու զգում ես, որ ինքը մարդ կար, մարդեն մնացել է։ Ես այդ վերջի անգամ ելույթ եմ ունեցել Արցախում, Ստեփանակերտում, վերջի անգամ ընդեղ ենք մենք երեխաները։ Մարդը Ավստրալիայից եկել ասելա, չի հասկանում, որ սա հնարավոր է Հայաստանում կատարվել։ Չի պատկերացնում, որ սա հնարավոր է Հայաստանում լինի։ Դատարան, միթե սա չգիտեմ, ես ամաչում եմ։ Պատկերացնում ոնց ես ամաչում։ Տիկին Արաքսյան, մանավանդ որ եղբայրդ Տիգրան Մանսուրյանը սրանց գրկում ու լացում է սրանց ուրախությունից։ Ավինյանի Նիկոլին նենց է գրկում, նենց է շորում։ Ես պատկերացնում եմ ոնց ես ամաչում նաև քո եղբայրի համար, անկեղծ հավատում եմ։ Ամաչում եմ, երբ օտար ուսանողներս այնտեղից ասում են, ճիշտ է, որ այսպիսի բան է եղել Հայաստանում, ասում եմ, չէ, ամաչում եմ։ Մեր երկիրը, մեր Հայաստանը, մեր պատմությունը, մեր եկեղեցիները, որ մեկը ասեմ, ցավի մեջ եմ, շատ ցավի մեջ եմ։ Ես Դեյոք։ Նորմալ մարդը պետք է ցավի մեջ լինել։ Բարոյական մարդը, ստապ մարդը պետք է որ ցավի մեջ լիներ։ Նույնքնայեք, եթե մեկը ցավի մեջ չի, ուրեմն ես իմ ասած կատեգորիայի մեջ չի։ Ընդ որում դու կարող ես լինես նույնիսկ ոչ հավատացյալ։ Ես ինձ երբեք հավատացյալ չեմ հավատել։ Ես հոգևոր մարդ եմ։ Հավատացյալի եւ հոգևորի մեջ տարբերություն կա։ Ու ես այդ տարբերությունը գիտեմ, ես հավատացյալ չեմ։ Ես հոգևոր մարդ։ Բայց կարևոր չի, դու կարող ես նույնիսկ հոգևոր մարդ չնես, դու կարող ես նույնիսկ հավատացյալ չնես, լինես աթեիստ։ Բայց դու չես կարող բացառել, որ այս եկեղեցի քո շապիկն է։ Հարմար չի եղել, հանել է սակից, բայց քո շապիկ, քո ժողովրդի շապիկ։ Լավ է, վատ է դա։ 1700 տարի այդ շապիկը, այդ ժողովուրդը կրել է, այդ շապիկի շնորհիվ գտել են իրար, այսինքն աշխարհով մեկ, կոնսոլիդացվել են այս շապիկի շուրջ, շարունակել են իրենց կրթությունը այս շապիկի շուրջ, իր բոլոր թերություններով հանդերձ, եթե սկսեն հիմա թերությունները ասել եկեղեցու, գուցե հաղորդման ֆորմատը փոխվի, բայց պետք է հասկանանք հստակ մի բան է, որ դու քո եկեղեցուն պաշտպանում ես Սելջուկից, որը հարձակվել է քեզ քո ինքնությունը ջնջելու, մի բան է, որ դու քո եկեղեցուց պահանջներ ունես ու դու իրավունք ունես իրան քննադատել։ Այս սրանք լրիվ բան է, սա իմ ընտանիքի գործն է, շան ծնունդ, Սելջուկի ծնունդ, սա քո գործը չի։ Սա իմ ինքնությունն է, մարդը ամուսիններ կարան վիճան իրար հետ, աղբերներ կարան վիճեն իրար հետ, կարող են կռվենել իրար հետ, բայց դա հարևանի գործը չի, որտեվ այդ ընտանիքը իր խնդիրների մեջ է, էսի դա ընտանիքի խնդիրները։ Ես չգիտեմ, դժվար բան եմ ասում, որտեղ միջև այսօր ասում եմ, բայց դե բանն է, ինչ իրավունք ունի երեխա ունենալու, բայց դա քո ինչ գործն է։ Քո ինչ գործն է, Նիկոլի, ինչ իրավունք ուներ այդքան երեխա տանել սպանել։ Եկեղեցին ոչ մի երեխա չի սպանել, արա։ Մեր եկեղեցին միակ եկեղեցին է, որտեղ պեդոֆիլիա չկա։ Պեդոֆիլներ կան, որ հասնում են բանը, միջև բաներ, դուք ասեք։ Համայնքի առաջնորդներ։ Ինչպես Հովնանն է, ընդեր նստած, ինչպես այդ Եվանը, Ժնևի բաններ, որ հասկացա, որ իր գնալու ժամանակն ու սուս գնաց կազմակերպած կան, բայց ինքը համակարգային բնույթ չի կրում։ Համակարգային բնույթի մեջ մեր եկեղեցին կաթոլիցիզմի հետ չէ սամեմատի։ Էսի մեր խնդիրներն է։ Կաթողիկոս երեխա ունի, թող ունենա, ինչի պետք է կաթողիկոսներն երեխա չունենան։ Սա արդեն բարձրագույն եկեղեցական խորհրդի որոշումներն է։ Թող փոխեն, աղբեր, հանեն դա, ադասեն գնացեք ամուսնացեք երջանիկ ապրեք, ինչ եք դստը բանանի։
ով ասես, որ դուք երջանիկ չեք ու դուք ավելի մոտիկ եք Աստծուն, թողեք այդտեղ մի քիչ ես քննադատեմ, էլի։ Ես չեմ հավատում, որ մեկը երջանիկ չի, ընտանիք չունի, ինքը ավելի մոտիկ է Աստծուն։ Իմ համար դա աբսուրդ է։ Որտեվ եթե մարդը երջանիկ չի, ո՞նց կդառնա սիրի երջանիկ մարդկանց։ Ո՞նց կդառնա օրհնի մարդկանց, ասի գնացեք երջանիկ լինեք։ Ժողովուրդ, հոգեբանորեն դա դժվար է։ Դժբախտ մարդը չարանում է։ Ո՞նց է որ դժբախտ մարդը մեր զույգերին ցանկանասի երջանիկ եղեք։ Խոսքերով կարա ասի ժողովուրդ, բայց ներքուստ ինքն էլ կուզենար իր կեսին կողքը, ունենալ հետը գնալ միտեղ, չամաչեր, չթաքցներ դա։ Էսի անմարդկային վերաբերմունք է հոգևորականների նկատմամբ։ Ես չգիտեմ, ես եկեղեցական խորհուրդն չի այս բանը պահում։ Ում է պետք սա։ Սա պետքա փոխել, բայց նորից եմ կրկնում, սա իմ կարծիքն է։ Ես իրավունք ունեմ արտահայտելու, քննադատելու, խորհուրդ տալու, բայց ես իրավունք չունեմ քիթս մտցնել, ասեմ, սա պիտի անեք։ Այ պիտի բառը ես չեմ կարող ասել։ Ես կարող եմ իմ ցանկություններն ասեմ եւ ասեմ հիմնավորեմ ինչու։ Արա երջանիկ եղեք, որ դուք կարողանաք ի սրտե ցանկանալ բոլորին երջանկություն։ Եվ չամուսնանալ Աստծու մոտ լինելու հետ ընդհանրապես կապ չունի, ես չեմ հավատում այդպես բանի։ Մի խոսքով, բայց նորից սա եկեղեցական խորհրդի գործն է։ Թող ամեն մեկը իր գործով, իր իրավունքների մեջ զբաղվի այն ինչ որ իրեն հասնում է։ Որովհետև քո իրավունքները վերջանում են այնտեղ, որտեղ սկսում է իմ իրավունքները։ Եթե մենք չենք կարողանում մեզ սահմանները պահենք, նշանակում ոչ թե մենք հանձություն ենք, այլ համոզություն, այլ չգիտեմ ինչ, քաոս։ Չէ, ժողովուրդ, հայկական համայնքները ապրել են, գոյատևել են, ստեղծել են, զարգացել են բացառապես համայնքային ստատուս քվոյի եւ համերաշխության վրա։ Սա է պահե հայկական համայնքը։ Նույնիսկ եմ ասում, ստատուս քվոյի, համերաշխության եւ ճիշտ դերաբաշխման վրա։ Բոլորը հասկացել են իրենց տեղերը։ Այսքան բան։ Դրա շնորհիվ առանց պետականության մենք եկել ենք։ Առնվազն 1000 տարի անցել ենք։ Միջև վերջի թագավորությունից միջև Եվ ինչ որ ծալել են ինչ որ ճիվաղներ, որ ասում են, չէ, աղբեր, սա մենք պիտի որոշենք։ Չէ, դուք չեք կարող որոշեք։ Եվ ով էլ ասում է, մենք պիտի որոշենք, նշանակում է ինքը դեմ է գնում բնության օրենքներին, դեմ է գնում իմ ազգին, իմ ազգային ավանդույթներին եւ ամենակարևորը սոցիալական համերաշխությանը։ Կբռնեմ ապտակով կվերնստացնեմ բոլորին տեղերը։ Դուք սոցիալական համերաշխությունը չեք կարող պրծեք ձեր իդիոտիկ ակտիվությամբ։ Այսինքն ձեր իդիոտիկ ակտիվությունը քանդում է մեր սոցիալական համերաշխությունը, որը մեզ հենց մի հատ կրակոց է լինում, հենց դրա շուրջն ենք հավաքվում։ Դուք քանդում եք պոտենցիալ մեր համախմբումը։ Դրա համար ձեզ կարելի է պատժել եւ իրավունք կա պատժել ձեզ հնարավորին բոլոր ձևերով։ Իսկ մենք պատերազմի մեջ ենք։ Ուր եք ընկել ոտերի տակ։ Որ դուք ապացուցեք, որ ձեր ճիվաղը Աստված է։ Ահա Ներոնն էլ էր մտածում, որ ինքը Աստված է։ Հիտլերներ, Ստալիններ, Լենիններ, բոլորն են, Նետանյահուն էլ է մտածում, որ ինքը Աստված է։ Հա։ Զոմեք կարակը չենք ընկել ձեր ձեռքը։ Այն նախկիներին հետ տեսակ ինչ եղավ։ Նույնը տենալու եք եւ սրա հետ եւ նրա հետ։ Այնպես որ թույլ չենք տալու ձեզ։ Վեր ընկեք ուղղակի ձեր տեղը։ Տեսեք նորն ինչ ասում է։ Անշուշտ սա խայտարակություն է այն ինչ որ տեղի է ունենում կաթողիկոսի հետ, այն ինչ որ տեղի է ունենում սրբազանների հետ, այն ինչ որ տեղի է ունենում մեր ազգային սկզբունքների, ազգային հիմքերի հետ։ Սա ուղղակի խայտարակությունը ավելի վատ պատմականորեն երբևէ չի եղել եւ այս դատավարությունը ամեն անգամ ասում ենք վերջին կետն է, բայց վերջին կետից ավելի վերջին կետը հետո գալիս։ Սա այլասերվածության եւ անսկզբունքայնության վերջի կետն է։ Ես էլ սրանից այնքան չեմ տեսնում ոչինչ։ Սա միանշանակ եկեղեցու դեմ է եւ անգամ քննարկելի չի սա։ Սա եկեղեցին այսպես ծնկի բերել պետության առաջ, ծառայեցնել պետության եւ կառավարության ինչ որ բաներին, հա, հետաքրքրություններին եւ շահերին, սա սրա մասին է եւ վերջ, եկեղեցին անկախ ինստիտուցիա է, որը միշտ եղել է անկախ եւ ինքը օրենքով է արձանագրված իր անկախ լինելը, հենց դրանով էլ ինքը ուժեղ է։ Անշուշտ
Էլ ոնց ասենք, աշխարհում ինչքան խելացի բարոյական մարդ կա, իր բառերով, իր էմոցիոնալ, չգիտեմ, կոնցեպցիայի մեջ, բառապաշարով փորձում է բացատրի, թվում է մի բան, որ բացատրելու կարիք պետքա չունենալ, էլի։ Այսինքն սա պետքա բացատրելու կարիք չունենալ, սա պետքա պարզ լինել, էլի, ինչի է բարդ, ինչի է բարդացվում, որովհետև ասենք մի քանի ճիվաղ դա են երազում, հա, չենք թողել, լուրջ եմ ասում, որովհետև սա կապրիզ չի, սա ունենալու է կործանալու հետևանքներ մեր վրա, որպես ազգ ու պետականություն։ Ի վերջո սա թուրքի երազանքն է, ով ուզում է սա իրականացնի, իմ համար նույն թուրքն է, առանց անուն ազգանուն հաշվի առնել։ Սկան, կարճ։ Մեկ, ովքեր են դա ուզում։ Ձեզ դուք падգամավոր եք, չէ՞, որ խնդրեմ կներկանաք։ Ձեր անհատականությունը կասեք, որ լրագրողները ճանաչեն ձեզ։ Կներեք, բայց սա ինչ բաղվածք է, սա է ձեր։ Կներեք, այդ ինչ է նշանակում դեռ առիթ։ Այլ է, որտեղ դուք պետք է ներկայանաք եւ պատասխանեք լրագրողների հարցերին։ Ձեզ ասել են չխոսեք։ Ասել են շարից փորձանքից հեռու չխոսեք, հա։ Ինչու չեք ուզում շփվեք, հանրությունը ձեզ չճանաչի, դուք երբ այդ առիթը լինել է։ Առաջին նիստն է։ Ասել են ձենի հետ կրեք, որ մարդիկ չիմանան, որ դուք տոտալ դեբիլ եք, որովհետև հենց մեկը խոսում է, պարզվում է դեբիլ է։ Բա ինչ պետք է լինի, ձեզ թվում է Նիկոլա ռեսուրս ունի, խելացի մարդ ունի, որը համաձայն է բղծի երկիրը, քանդի երկիրը, չեք հասկանում Նիկոլի շուրջը ովքեր են։ Բա ինչ պետք է լիներ։ Մեկ, մենք սոխայտարություն։ Ձեզ ասել են չխոսեք։ Ասել են չխոսեք ու վերջ, չխոսեք։ Ու իրանք են որոշում մեր ճակատագիրը, ու իրանց գործողություններից է կախված, վաղը կլինենք մենք պետականություն որպես թե չենք խլի, իրանք են որոշում, մեզ ասենք այս բանը պետք է, թե չէ։ Ասենք Պարիս Հելունու ստեղծած այդ ռադիոկայանը պետք է, թե չէ։ Այսօր մի հսկայական հոդված է, ես նոր պատրաստել էի, որ դες ցույց տայի, չգիտես ինչի թռավ, հիմա էլ չեմ կարողանում գտնել, բայց այս են հոդվածն է, այս են ապացույցներն են, որոնք երեք ես ներկայացեցի զուտ հիշողությամբ։ Թե ինչ նշանակություն ունի դա գիտության համար, որ Պարիս Հելունին իր ժամանակից առնվազն 50-ից 100 տարի առաջ բաներ էր մտածվում, բաներ առաջարկել, ու որ կան միջազգային կառույցներ, կազմակերպություններ գիտական, որ պատրաստ էին գալ, հիմա էլ են պատրաստ, թույլտվություն են ակնկալում, որտեղ փոխարկումներ անեն։ Ասում եմ Պարիս Հելունին իր ժամանակից առաջ եղել, իր դժբախտությունը դրա մեջ է, չնայած բոլորն են առաջ եղել։ Այնշտայնն էլ է առաջ եղել, Տեսլան էլ է առաջ եղել, Պարիս Հելունին էլ է իր բանով տեսակով առաջ, ու բոլոր հանճարները իր ժամանակից առաջ են միշտ նայել, տեսել։ Անցել է տասնամյակներ, մեկ էլ ասել են հայերը, կարելի է Bluetooth օգտագործել, հեռախոսներ վերցնել, զանգել, էլի, աշխարհի ցերից ընտեր ծեր խոսա։ Ինչի՞ չէ որ Չէ՞ ամեն ինչ կյանքում հաճախականություն է։ Ես էլ եմ հաճախականություն, դուք էլ ես, դուք պատկերացնում եք իմ աշխարհի ինչ-որ մի տեղ նստած, այսպես մի հատ հեռախոսի մեջ ես զնդեղ եմ։ Ու դուք ինձ տեսնում եք, լսում եք, նույն ձև, ինչպես ես հիմա եմ ստեղ եմ խոսում։ Որովհետև դուք էլ, ասենց էներգիայի մասնիկ եք, հավաքված ինչ-որ մի ֆորմայի մեջ, ինչպես ես։ Այդ մասին բոլորը գիտեն, ես էլ գիտեմ, չգիտեմ, վստահ եմ, երևի դուք էլ գիտեք։ Ո՞ս հասկանալով ես տրամաբանությունը, հիմա վերադառնանք Պարիս Հելունին։ Առ այսօր հայտերը ներկայացում, որ կան դրանք օգտագործեն ես։ Թույլ չեն տալիս։ Փոխարենը տալիս են դիսկացիա անելու։ Ու դուք ուզում եք, որ այն ինչ որ 500 միլիոն արժողություն ունի, սրանք իրականացնեն, եթե իրականացնեն դա մենակ փողի համար։ Դա մի բանի համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆիրմաներ ինչ որ ձևով Հայաստանում լինեն, որ թրիպը դրա հետ է կապված, որ Զանգեզուրի միջանցք տան դրա համար։ Որովհետև այս ինչ որ Պարիս Հելունին ունի Հայաստանը ոչ մի տեղ չկա։ Եթե իրաց պետք լիներ գիտությունը զարգացնել, սա կզարգանար։
հա, բայց քանի որ Հայաստանը ինքը իրանով իր ֆորմատով ընդամենը մի հատ ողորմելի գաղութ է, որը ոչինչ պետքա չունենա սեփական, ու ով որ մեկը որ եկել է կառավարի Հայաստանը, չի եկել կառավարի, նշանակել են կառավարի, պայմանը սա է եղել, կանես այն, ինչ որ քեզ թույլ կտանք, մնացածը ներսում ինչ ուզում ես արա, կջարդես, կփշերես, կսպանես, կկողոպտես, կթալանես, ինչ ուզում ես արա, բայց այս բաները չես կարա, դու չես կարա ունենաս Մերգելյան ինստիտուտ, դու չես կարա ունենաս Փարիսերունու այս ռադիոլոգիական կայանը, դու չես կարող զարգացնել Վիկտոր Համբարձումյանի աստղադիտարանը եւ այլն, սենց, որովհետեւ դա Հայաստանը կդարձնել միանգամից միջազգային կարևորության կենտրոն, միջազգային կարևորության, իսկ Ռուսաստանի մասնավորապես դա պետք չի, դա իր մոտ գլխացավանք է, նույնիսկ Ռուսաստանում ինքը չի ուզում դա, որովհետեւ ինչքան մարդիկ զարգացած եւ տնտեսապես անկախ, այնքան դժվար է կառավարել, այ հոտին կառավարելը ոչ մի խնդիր չկա, անասունին ասում ես, մածունը սև է, ինքը նախիրը, ամբողջ կյանքում կկրկնի, ով փորձի ասել եղբայրս, հարազատս մածունը սև չի, սպիտակ է, բայց աշկերտ բաց նայի, կսպանեն, հենց նախիրը կսպանեն, որովհետև դու գնացիր նախրի հավատամքին հակառակ։ Հոկտեմբերին կայանալու է թիմ ընտրություններ, Ախուլյանում դրանից առաջ, 2 ամիս առաջ, մանկապարտեզները դառնում են միանգամից անվճար, ինչի, որովհետև այդ 2 ամիսը հետիքա, որ ժողովուրդը մոռանա դրանից առաջ 8 տարի ինչ ա եղել, վստահ եղեք, մի մասը կմոռանա, ու կասեն տեսակ, Ախուլյանում սիրում է ժողովուրդը, կպայականին, որովհետև 2 ամիս առաջ մենք մանկապարտեզը դարձեցինք անվճար, 2 ամիս առաջ, թե դրանից հետո ինչ կլինի այն, ինչ որ եղավ ապահովագրության հետ, այո, հիշում եք, չէ՞ որ պարտադիր ապահովագրություն կար, բան կար, ամեն ինչ պետք է անվճար լիներ, այ նույն պատմությունն է, մի հատ էս ուզում եմ հիշացնեմ անպայման էլի, հիշացնեմ։ Ուրեմն այն ինչ որ կատարվեց 2019 թվականին, դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործությունն է իր սեփական ժողովրդի նկատմամբ, որովհետև մեզ առաջարկված էր մի պլան, ընդ որում Մինսկի խմբի համանախագահության կողմից, որով մենք ընդամենը պիտի հանձնեինք 5 շրջան Ղարաբաղից դուրս, պահպանեինք հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի եւ Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ, իսկ Քելբաջարը վերադարձնելու համար Ադրբեջանը պիտի համաձայնվեր մեզ համար ընդունելի Լեռնային Ղարաբաղի ստատուսի։ Հետևաբար, նման պլանի մերժումը, որը իդեպ ոչ մի խոսք չի պարունակել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, եւ դա սուտ է, որ ինքը ասում է, որ 96 թվից արդեն բաներ Ղարաբաղը խոսվում էր, որ Ադրբեջանի կազմում պիտի լինի, սուտ։ Եվ ինքը մերժեց, թաքցրեց սեփական ժողովրդից, հետո մեր ճնշման տակ հրապարակեց վերջապես այդ պլանը եւ խայտարակվեց, որովհետեւ կանչում էր բանավեճի, իսկ հրապարակելուց հետո ասեց, որ դե լավ, էլ բանավեճ պետք չի։ Իհարկե պետք չի։ Իհարկե պետք չի։ Որովհետեւ Չէ, մի վարքյան, պարոն Փաշինյան, ասած էական չի։ Սա պարզ հանցագործության մասին հայտարարություն է։ Ինչ կլիներ մի երկրի հետ, մի երկրի մեջ, եթե այդ երկրում լիներ օրինականություն։ Եթե լիներ այդ երկրում օրինականություն, Նիկոլ Փաշինյանի բացի դատված կլինեին քաղաքապետերը, ճարտարապետերը, որոնց գործողությունների արդյունքում այսօր վառվող բնակարանի մոտ չկարողացավ հասնել Հեղշեջ մեքենան։ Պարզ, կենցաղային տվյալ բան եմ ասում։ Բայց քանի որ օրենք չկա, Հեղշեջը չի կարող հասնել վառվող մեքենային, շտապօգնությունն է չի կարող հասնել հիվանդին այդ շենքում, հա, պատկերացրեք, եթե բնակարանը վառվում, կարելի մարդ լինի այնտեղ, որին փրկել է պետք։ Բայց տեսեք, ինչ կապ ունեն երկրի դավաճանությունն ու կենցաղային դեպքերը։ Մի հատ ընդհանուր բանի մեջ ենք, որտեղ այդ երկրում օրենք չկա։ Եթե այդ երկրում օրենք չկա, այդ երկրի ոչ մի քաղաքացի ապահով չի, ապահովագրված չի այն փորձանքներից, նույնիսկ եթե ինքը
ասում եմ, սենց պլակատով գնացել է Փաշինյան Նիկոլը ընտրել։ Սանենք։ Любители фашизма, новость, которая заставит ваши пропутинские сердечки трепетать, а ваши ручонки сильнее сжимать портрет Путина и лобызать его, лобызать. В Пензенском музее СВО уложат на пол шевроны и удостоверения убитых украинских военных, чтобы посетители по ним ходили. Удостоверение личности ликвидированных украинских военнослужащих, ну как военнослужащих, военнослужащих, бандеровцев. Оцените уровень цинизма. Мы тоже передаем в музей, чтобы вы бросили под ноги. Ногами ходить по вещам украинских солдат. То есть личные вещи убитого украинского солдата, человека, разложенные на пол, чтобы россияне ходили по ним в знак презрения. Вы просто позорище, Пензенский музей. Место унижения человеческого достоинства, оформленное под культурное учреждение. Вы место дегуманизации россиян. А каждый, кто туда придет и будет топтать эти вещи, осквернять память погибших украинских солдат, вы просто нелюди, изверги и падаль. С вами Бог? Нет, с вами не Бог, с вами сатана. Если вы себя называете христианами и при этом идете топчете ногами вещи убитого солдата, это вы не с врагом воюете, вы попираете образ человека. А христианство вам прямо говорит, что это образ Божий, независимо от того, на какой стороне фронта он воевал. И нет никакого богословского разрешения на глумление над мертвым. Мертвый не может вам ответить. Это не угроза. Топтать его вещи — это не про войну. Это про то, что вы стали исчадием ада. Вы попираете образ Христа. Снимайте нахрен свои крестики, потому что вы сделали свой выбор быть воплощением зла. Умываться будете кровавыми слезами. Ваши дети вам так просраться дадут. И пусть дадут. Չի ով ռուսերեն գիտեր բնականաբար հասկացավ, իսկ փոքրայ մեր բարեկամների համար ասեմ, որ Պենզայում Ռուսաստանում բացվում է թանգարան, որտեղ հատակին կփրվեն այն ուկրաինացի զոհված զինվորների մասունքները, ինչ որ գտնվել է, եւ մարդիկ դրա վրայով կքայլեն։ Այսպիսի պրակտիկա մինչեւ հիմա ես տեսել եմ եկել Բաքվում կա այսպիսի, գիտեք, չէ՞, ատելության թանգարան, որտեղ երեխաներին բերում են, որ այնտեղ խրտվիլակ գեշ հայ զինվորի տեսքով երեխաները ծաղրեն, խփեն, թքեն, ինչ պետք է անեն, էլի, սենց խայտարակ բան մեկ էլ եղել էր Ադրբեջանում։ Հիմա նույն բանը որոշվեց Պուտինը իսկ ինչու ինքը չանի ուկրաինացիների նկատմամբ ընդ որում ինքն է հարձակվել այդ մարդկանց վրա, ուկրաինացի զինվորը պաշտպանում է իր հայրենիքը, իր հողը։ Եվ իրանք բերել են, թռում են այդ Պենզայի թանգարանում, որ մարդիկ կան հայլեն այդ ամեն ինչի վրա։ Պատերազմներ պետք է մարդ ունակ լինի արժանապատիվ բարել։ Չիրը մենք փոքր ժամանակը տենց ենք, մենք ընկածին չենք խփում, ոչ մի կրվի ժամանակ։ Ընկածին խփում է մենակ թուլերը, ընկածին խփողներին ասում եք լավ է։ 1000 հոգով մեկի վրա չէր կարելի հասնել։ Չէր կարելի ամոթնել։ Ասում եք այտենց բան չգրված օրենքներ կար, որոնք եկել է ոչ թե երրորդ մասից, եկել է դարևոր դասպետական օրենքներն եղել, մարդիկ դուել են գնաց անհատը մեկը մեկի դեմ, մարդիկ մենամարտ են հրավիրել, խաչակիրների ժամանակվանից սկսած, եղել է Հայաստանում էլ եղել, Պարսկաստանում էլ եղել, բոլոր տեղերում եղել մենամարտ էր, պատերազմնել իր կանոններում, էլի, բաներ կա, որ չի կարելի անցնել։ Այ հենց այդ փոքրիկ դետալներն է որոշում պատերազմող ցանկացած կողմի բարոյական նկարագիրը եւ իրական նպատակները, իրական։ Գիտեք ինչ հիշեցի։ Հիմա ես որ ասեմ դուս կգայիս Աթաթուրքին եմ գովալու։ Բայց չէ, միացած դեպք է եղել, երբ որ Աթաթուրքը իր ծննդյան օրվա կապակցությամբ հավաքում է բոլոր երևելիներին ու քեֆի վերջում որոշում է խնդրի ասի իրերին, եթե կարաք մի բան երգեք։ Ավ մեկը երգում է մի բան, բնականաբար թուրքերեն, դեռ է լինում նաև Հակոբը։ Ազգանա մոռացա հիմա կասեմ։ Այն որ թուրքերի գիրն ու գրականությունն է ստեղծել։ Գիրը, թուրքերեն գիրը արաբերենից փոխել է, բերել է լատինատառնա,
հարմարեցրել փոքրիկ նշաններով մի խոսքով թուրքերը չունեին սեփական գիր Հակոբ լավ բան չի անում Հակոբս երգում է հայերեն ու երգում է անձանիկի մասին բոլոր վկաները հասկանում են մեծ հավաքը հասկանում են որ ինքը երգում է հայերեն ու են անձանիկի մասին անձանիկ որ թուրքերի առաջի թշնամին էր փոքր թուրքերին որ ուզում էին վախեցնել փոքր երեխեքին որ տուն գային քնեին բան մեն անձանիկն է գալիս անձանիկ աուսարսափն է եղել թուրքերը սկսում է անձանիկի մասին երգել թուրքերը կապտում են որ սպասում են վերջացնում է սպասում են Աթաթուրքի ռեակցիային վերջացնում է ասում է կեց է սակում դուք անձանիկի նման ասում է հերոս չեք ունեցել չունեք ու չեք էլ ունենալ բայց դուք պարտավոր եք հիշել ձեր հերոսներին վատա չէ հիմա պաստորեն պատկերացրեք Պուտինին Աթաթուրքի կողքը դրած ես չի ուզեն այս համեմատությունները լինել բայց սա փաստ է սա չի խոսում լավ իմաստով Աթաթուրքը լավն է չէ սա խոսում է որ Պուտինը փաստորեն ավելի ներքևային չէ իսկ սա թուլության տկարության նշան է գնանք առաջ այսօր մի մեծ հոդվածով ամերիկյան ժողովրդին է դիմել Իրանի կառավարությունը բարձ ասելով որ ազգելի ամերիկացիներ ճիշտ հասկացեք այն բանից հետո երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սոսկալի հարված է հասցրել Իրանին սոսկալի 500-ից 600 հրթիռ բալիստիկ եւ ավիացիա ահագին վնասներ հասցրել Իրանը դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին որ դուք էլ հասկանում եք որ այս կոնֆլիկտում Իրանը մեղավոր չի Իրանը չի սկսել այս պատերազմը եւ որպեսզի հասկանաք ում է պետք է այս պատերազմը նայեք տեսեք ով ակտվում է այս պատերազմից ամենաշատը եւ ովքեր են դժում են ամերիկացիները ամերիկյան բազաները Իրանի ժողովուրդը բայց ոչ այս պատերազմի հրահարիչը Իսրայել այնպես որ սա իր պատերազմն է ձեր հետ ոչ մի կապ չունի եւ խոստացել են Իրանի կողմից որ հակահարվածը լինելու է համապատասխան տեսնենք Սրա արդյունքում էլ նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կեսը համաձայնանել, որ Նետանյահին պետք է կալանավորել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվիստների կեսը համաձայն է, որ սրան պետք է կալանավորել։ Ընդամենը 2 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների 70%-ը աջակցում է 70-75%-ը համարում է Իսրայելին իր լավագույն բարեկամը։ Այսօր 50% համարում է, որ սա պետք է ոչ թե բարեկամ չի, այլ պետք է կալանավորել։ Ահա ինչ փոփոխություն եղավ 1 տարվա մեջ։ Հասարակական կարծիքի կտրուկ փոփոխությունը, սա գիտեք ինչի նշան է ինձ համար։ Հասարակության առողջ լինելու նշան է, որ մարդիկ կարողանում են ժամանակին վերանայել իրենց կարծիքները։ Այն հասարակություններում, որտեղ հասարակական կարծիքի փոփոխություններ չեն լինում, դրանք մեռած հասարակություններ են։ Նշանակում է այնտեղ կամ մեդիա չկա, կամ խոսքի ազատություն չկա, կամ ուղղակի բանական ժողովուրդ չկա, կամ բոլոր իրար հետ։ Իսկ ես զգուշացել եմ, որ Ամերիկայում սա կա, սա լինելու է, եւ որի արդյունքում նոյեմբեր-հոկտեմբերին ունենալու ենք լրիվ այլ պատկեր աշխարհում։ Դրա արդյունքն է նաեւ, որ հայտնի դերասանուհի Գեյլ Գադոտը հայտարարել է նեղված, ինչի եք բողոքում իմ ֆիլմերը։ Ինչի։ Ես ընդամենը մի անգամ եմ աջակցել Իսրայելին, ու դա արդար չի։ Այո։ Աջակցել ես Իսրայելին։ Մարդիկ էլ բողոքում են քո ֆիլմերը։ Սա է հասարակության առողջության գրավական, այսինքն սա փաստն է։ Տեսա, հասկացա, որ ամեն ինչ կորած չի, որովհետև
Թրամփը ժամանակավոր մարդ է, ինչ ուզում է անի, բա ժողովրդին չես կարա փոխես ընտրություններով։ Ժողովուրդը ոնց կա։ Եվ տեսնելով այս ռեակցիաները, հասարակական ռեակցիաների փոփոխությունը, սա է ինձ հիմք տալի լավատեսության։ Ու սրանք ապացուցում են։ Այն սրա մասին է, այս հարվածները, թե ինչ այլանդակ հարվածների տակ ա եղել Իրանը։ Եվ զուգահեռ, հիշում եք երևի պայմանագիր կնքվեց Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջեւ, որ մինի նատոյա լինում սուննիտական երկրների, եւ ես ասացի, իսկ ինչ ա լինելու, եթե վաղը էլի հութիները հարվածեն Սաուդյան Արաբիային։ Ինչա, Թուրքիան պատերազմ է հայտարարելու Եմենին եւ ասելուցս հետո պայթացեցին նավթամշակման վերագործադան։ Իրան անդեղ Ամերիկան հարվածում են Իրանին, հութիներն էլ Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանը։ Հիմա սպասենք տեսնենք Թուրքիան սկսելու է պատերազմ Եմենի դեմ, թե չէ։ Եվ դրանով կհասկանանք ինչքանով է այդ ամեն ինչը հիմնավորված։ Իսկ սա լսեք նա։ News, unreleased footage from the Wall Street Journal just dropped of the late Senator Lindsey Graham on the phone with Benjamin Netanyahu. Graham was planning a trip to Florida to push Trump into bombing Lebanon with Israel. Listen to this call. Սա բան չի, բամասանք չի, ոսի ջորնալն արագ է, որտեղ ինքն է նկարել սա։ Ոնց է Լինսի Գրամը, որ մահացավ, շատ կասկածելի։ Հրաման ստանում, ուղիղ եթերում գրված է, հրաման ստանում Նետանյահուից, որ գնա Ֆլորիդա, համոզի Թրամփին, որ Թրամփը ռմբակոծի Լիբանանը։ Լսենք։ Do you have it on speaker, Ryan? Yep, we're good. Okay, all right, connecting you now. Yeah. Speakerով խոսում։ Hey, baby, Lindsay. Hey, Lindsay. How are you? I couldn't, I'm just so impressed. Glad to be your friend. You are, my friend. I'm going to meet with the president this weekend. I'm going down to Doral. I'm going to try to get him to join with y'all in Lebanon, to maybe fly some with you. Would you like that? Yeah, I get that. I think you have a point, but I've been thinking about the other side of it for a second. We're concentrating right now on Iran. If we tell Hezbollah... Իխոսկով, ուստի խորհրդատալելս ես ոնցում ես մի շտապի, արի մի բանա, արի կենտրոնանանք Իրանի վրա, թող շարունակի խփել Իրանին։ Հրամանատվել ասում է, հա, գնալու եմ, ասեմ, բան, ոսի խփել, համոզենք խփի Լիբանանին, ասում է, լավ, գիտես ինչ կարծում եմ ճիշտ է այս պահին, որ կենտրոնանանք Իրանի վրա։ Ամերիկան, սա Wall-Street Journal-ն է հրապարակել, նկարված է։ Դրաման Ամերիկայի ժողովուրդը հասկանում է մի բան, հասկացել է։ Նո սրան ձերբակալել է պետք եւ բնականաբար ազատվել է պետք Թրամփից։ Ու իրանք կանեն։ Այդ ժամանակ ոնց են իրանք իրականացնելու տրիպը։ Ում շնորհիվ։ Եվ արդյոք այս արհեստական բանականության այս գործարան ասեմ ինչ ասեմ, ֆաբրիկա ասեմ, չգիտեմ, կենտրոն սկսի աշխատել։ Մեկը կտա այդ խոստացված 500 միլիոն դոլարը։ Նույնիսկ եթե դրա հետևում կանգնած է նաև Նուբալ Աֆեյանը, ես վստահ չեմ։ Տեսնենք, միջև ձմեռ շատ բան կերևա, շատ բան է փոխվել։ Մանավանդ որ ես ասեցի, որ Չիկագոյում ահավոր պարտվել են հրյաները, այդ AIPAC-ի տեխնացուն ջախջախվել է, որի ընտրելու վրա ծախսել էին $70 միլիոն եւ տեղի Աբդուլ Ալ-Սայեդ դեմոկրատ տեխնացուն մահմեդական հաղթել է, ջախջախել էր AIPAC-ի տեխնացուին։ Եվ Մարկո Ռուբիոն հայտարարում է այսօր, որ մի խոսքով մենք իրա պետք է մի հատ միգրացիոն ստատուսը նայենք, ոնց է եղել։ Ոնց որ տեղ ասում է, ես զգում եմ, որ անպայման իր կենսագրության մեջ մի կեղծիք կարող է լինի։ Պատկերացնում եք, քարտուղարը Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այն սենատորի բանը, սենատի տեխնացուն, որ անտարվել է, ջախջախել է AIPAC-ի տեխնացուին, ասում է, մի հատ պետք է գնանք, նայենք դրա, տեսնենք դա ոնց է անարել մտել Ամերիկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ասում են քարտուղարի գործը դա է, որ
Այն տեխնացիաները, ովքեր հաղթում են հрьяաներին, գնա մտնի, սկսի փոր փրել դրանց կենսագրության մեջ, որ մի բան գտնի, որ վտարեն է տարածքից, որ փրկեն հрьяաներին։ Մարկո Ռուբիոն երևի եզակի այն տիպիկ քաղաքական գործիչներից է, որ sense որ օրը ինչ ուզես, ինչ դեմքով ուզես կարա ասի։ Ինչ ուզես, որ օրը ինչ ուզես կարա ինքը ասի։ Ու նույն դեմքով։ Ինքն էլ ընդ որում ինքն էլ է էմիգրանտ, ինքն էլ Կուբայի էմիգրանտ։ Ամենազզվելի կերպարն է։ Ամենը։ Չգիտեմ, ով օպերային արվեստի սիրահարը։ Մի հատ նայեք բանը, նորից Madame Butterfly, Ջոջոսան։ Շատ սիրուն պատմություն է, ու շատ սիրուն օպերա։ Ժամանակ գտեք։ Տիպիկ ամերիկացի։ Պինկերտոն։ Ռմբակոծելուց հետո սա հասկանում է, որ այդ հարցը լուծված չի։ Եվ իրան ահավոր պետքա անանել, ուղիներ փնտրել այս հարցի լուծելու համար։ Եվ ինքը գնում է հայտարարում այդ մասին, որ ես պետքա գտնեմ այս լուծումը, ոնց որ թե այս ռմբակոծելով հարց չի լուծում, անավանդ որ իրան ասում է դե հիմա կտեսնես քո ինչ կատարվում։ Կգտնի թե չի գտնի, չգիտեմ, բայց դեմոկրատները խոստացել են, որ ընտրություններից հետո իրենք ամբողջ Թրամփի շրջապատի ֆինանսական գործերը հանելու են ջրերս։ Ոչ միայն իմպիչմենտ է իրան հասնում, այլ ամբողջ իր եւ իր շրջապատի ֆինանսական գործունեությունը վերջի 1 տարի կեսվա իրենք հանելու են ու հրապարակեն։ Այն հանգամանքը, որ դեմոկրատները հաղթելու են եւ ներկայացուցիչների պալատում ունենալու են մեծամասնություն, որտեղ նա շատ չնչին է տարբերությունը։ Սա ես համարում եմ արդեն հաստատված փաստ։ Եվ սա միանգամից ձեռները բացել ասում է, չէ, բայց մի վայր ես կգտնեմ այս հարցի լուծումը, կվերացնեմ Իրանի հետ պատերազմ, բայց ոչինչ բան չի փոխելու։ Մանավանդ վստահ չեմ, որ այս սպականքը կանի, այն ինչ որ հիմա ասում է։ Որովհետև ինքը հասկանում է, եթե այսօր դադարեցես պատերազմը, միևնույն է ինքը չի ընտրվելու։ Ընտրվելու համար ինքը պետք է հաղթանակ ցույց տա, ինչպես Բիբին Նետանյահը։ Եվ այն հանգամանքը, որ այսօր այս կարգի հատված ստացավ Իրանը, ես ակնկալում եմ հակահատված ոչ ավելի, ոչ պակաս էս ամեն ինչից։ Ու ամենամեծ վախին սա է։ Արդյոք դրան կհաղորդի միջուկային զենքի օգտագործումը Իսրայելի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Որովհետև հիմա արդեն հասել են պիկին։ Հիմա ասել են պիկին եւ այս ընտրություններն ամոթ հոկտեմբերին վերջ։ Բանում է Իսրայելում, նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մենք արժևում ունենք կես ամիս օգոստոսից մնաց է, սեպտեմբեր, այսինքն 2 ամիս մոտից գլուխ։ 2 ամիս, որը պետք է լինի տարածաշրջանի ամենալարված ամիսները։ Լարված։ Ես սրանց բանականության վրա վստահություն չունեմ։ Իսկ Հայաստանը Իրանի հետ ընդամենը, գիտեք, Թեհրանից Հայաստան ուղիղ գծով կարող մի քանի 100 կիլոմետր հեռավորություն, ինչ որ է։ Ինչ որ կատարվում է Իրանում չի կարող մեզ չվերաբերվի։ Իրանը մեկը հաղթած է դուրս գալու այս ամենից։ Թրիպ չի լինելու, բայց դա ինչ գնով չի լինելու։ Սա է կարևոր։ Նայեք սա։ Սևծովից այս ճանապարհն է, այս ճանապարհի համար ամբողջ կռիվը։ Տեսեք, այս Հայաստանն է, Վրաստանն է, Սևծով եւ Պարսից ծոցն է։ Այստեղ հասնում են չինական եւ հնդկական նավերը։ Եվ իրանք այսենց երկաթգծով, որը պետք է անցնի այս հյուսիս-հարավ ճանապարհն է։ Հայաստանով, Վրաստանով մտնի Սևծով ու միանգամից Եվրոպա ամենահարմար եւ ամենակարճ եւ ամենաապահով ճանապարհն է։ Ամբողջ կռիվը սրա համար է։ Եթե այստեղ եղավ թրիպ, Զանգեզուրի միջանցք, որը մասին վաղուց արդեն խոսում է Փաշինյան Նիկոլ, այս կոմենկոմ հայտարարել որ դա եղած բան է, թուրքերն են խոսում դրա մասին։ Իսկ Իրանն ասում է չի լինելու, որտեղ ինձ այս ճանապարհն է պետք։ Այս ճանապարհը պետք է եւ Իրանին, եւ Չինաստանին, եւ Հնդկաստանին։ Տեսեք, աշխարհի գերհզոր երկրները
Իրան, վստահաբար Չինաստան եւ Հնդկաստան։ Այս ճանապարհը իրանց ապեք։ Իսկ այս ճանապարհի աշխատելու արդյունքում Հայաստանը դառնում է ամենակարևոր կետերից մեկը, այնպես ինչպես Վրաստանը։ Ամենակարևոր։ Եվ այս ճանապարհը կողքի է թողում եւ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իրանք մնում են բորտին։ Ադրբեջանը հասկանում է, որպեսզի այս ճանապարհը երբեք չկհասկանա, չկայանա, ինքը պետքա Փաշինյանը քանի կա իր ձեռով կտրի այսենց կոկորտը այս ճանապարհի թույլ չտա Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի առաջխաղացումը Հայաստանով դեպի Եվրոպա։ Սա ոչ թե թշնամությունն է միայն Իրանի նկատմամբ, չէ, որովհետեւ այս ճանապարհի արդյունքում Հայաստանը ստանում ամենակարևոր ռազմական եւ տնտեսական նշանակալի դերը, եւ որը նաեւ բերում է իր ոչ միայն քաղաքական դերի բարձրացման, այլ տնտեսական հետևանքները։ Այս պատերազմը, Արցախի պատերազմը հենց սրա համար է։ Այստեղ է, որ Ռուսաստանն ուզում է ինքը կառավարի այս ամեն ինչը։ Այսպիսի դաժան բաներ։ Իսկ եթե Իրանը հաղթեց ու հաղթելու է, то ոչ մեկ հույս չունենա, որ ստեղ կարողանա կտրի սա։ Իրանի համար սա ամենակարճ ճանապարհն է դեպի Եվրոպա։ Ամեն։ Իրանի համար սա ամենակարևոր ճանապարհներից մեկն է։ Դրանք առաջ։ Լսենք մեր ընկերություն։ На эту беседу меня натолкнула старая байка о том, как еврей, гроссмейстер, заходит в азербайджанскую школу шахмат, где висят портреты всех чемпионов мира, кроме армян, Петросяна, Каспарова. И шахматист спрашивает, а если вы с Израилем поссоритесь, кого-то вешать на стены будете? Абсурд крепчает. Если отказываться от всего армянского, то куда приедем? Если не... Սպորտային մեր ընկերների հավանեմ, ասացում նոտում ադրբեջանական շախմատի դպրոց, որ արդեն ծիծաղալու է, ոնց որ ադրբեջանական գիտությունների ակադեմիա է, պատկերացնում եք, չէ, ֆեյքերի ինստիտուտ։ Եվ տնում է շախմատիստների հայտնի նկարները, ու չկա այնտեղ հայերը, Տիգրան Պետրոսյան, Կասպարով, Սմաբա Արոնյան, ստեմ, չլսեցի, չեմ հիշում Արոնյանն անունը ասես, թե ինչ որ է, առնվազն Տիգրան Պետրոսյան եւ Կասպարովի նկարները չկա, Սմաբա Բաուր են, έτσι չեն անում, ասում եթե վաղը հрьяաների հետ սկսեք պատերազմ, բա ու նկարներն եք կախելու, որտեղ ընդ արդեն մնացածը Ֆիշեր, Տալ, բան, բոլորը հрьяաներ են, էլի, բա ում եք, ասում абսուրդ է, էլի դա։ Упоминаете на концерте Бабаджаняна, композитора, который завалил буквально Магомаева хитами, тогда не пользуйтесь банкоматами, автоматической коробкой передач, бетономешалкой, долларами, пластической хирургией, ну, поскольку у истоков стоял и считается одним из Ասում եմ, եթե այդքան դա մերժում եք, դե մի դեպքում մի օգտագործեք Բաբաջանյան երկերը, մի բանկամատ մի օգտագործեք։ Ես ես կարող եմ շարունակել, ասում եմ, պլաստիկ քիրուրգիա, MRT, ֆեն, գունավոր հեռուստացույց մի նայեք, մեքենա մի քշեք ավտոմատ կառույցով։ Եվ ամենակարևորը, մի գրեք այդ տխմարներ։ Դուք իրավունք չունեք գրելու։ Այս է գիրը, որ թուրքերի համար ստեղծել է Հակոբ Մանանդյան, չէ։ Գրեք էլի, դες գիտեմ, որ հիշում եք։ Միջև այդ որովհետև միջև սովետ գրում էին օգտագործում են արաբական տառերը, սովետի ժամանակ օգտագործում էին կիրիլիցա, սովետից հետո օգտագործում են հայ ստեղծած բառերը։ Ոչխարների համույթ է։ Դե դեպքում եթե այդպես հապարտ ժողովուրդը մի օգտագործեք։ Շնորհակալ եմ Միքայել Շախնազարովին, ինքնապես ինքը շատ ակրոսամ։ Գնանք առաջ, որովհետև արդեն կան ենք խոսում։ Այս ինքն էլ շատ բաներ աստեղ ասում, բայց հիմնական կոնցեպցիան սա է։ Լսենք։ Բարբարով մի խոսի, հայերեն խոսի։ Իսկ ծառին ո՞նց ասես արմատները փոխիր։ Գետին ո՞նց ասես ուրիշ հունով խոսի։ Մարդուն ո՞նց ասես մոռացիր այն ձայնը, որով մեծացել ես։ Բարբարը արմատ է։ Ու այն հայերեն է։ Պարզապես այն հայերենն է, որով մեզ գրկել են, կանչել են տուն, օրորոցային են ետքել ու սեր են տվել։ Ասում են բարբառդ փոխիր։ Ոնց ասեմ հիշողություններից մոռացեք այն բառերը, որոնցով ապրել եք։ Այն փոխել նշանակում է հրաժարվել մեր պատմության մի կտորից։ Խոսքը քանդիրա, վերքաշիս հիրկնանը։ Ես հենց նոր բաժանորդագրվեցի այս քերեսկուհուն, որովհետև ես էլի է տեսել ինչ որ լավ բաներ դուք եք գտեք բաժանորդագրվեք Լիլիթ
Լիլի Մաթեոսյան։ Ես խոստացել եմ, չէ, ով ինչ լավ բան անում է, հասկի համար ես ցույց եմ տալու, ցույց կոչանեմ, որ հետևեք, օգնեք, որ շատանանք։ Ինքնաճանաչումն է սա։ Որտեղ բարբարի մեջ է քաղցրությունը։ Բարբարն է հիշեցնում քո ծագումը, որ դու ունիկալ ես, որ դու Գորիսից ես կամ Արցախից ես կամ Գյումրիից ես կամ Վանից ես կամ Եղեգնաձորից ես, էական չի։ Բարբարը դա քո ինքնության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Եվ ես շատ եմ սիրում բարբար։ Նույնիսկ եթե դա չեմ հասկանում։ Ու դա համար իմ կյանքի երազանքներից մեկն է, մեկ ամիս գոնե, մեկ ամիս ապրել Համշենահայերի մեջ։ Մենակ լսել իրենց։ Լսել հարցեր տալ, լսել հարցեր տալ։ Ու երանի մի օր մենք ունենանք այնպես պետություն, որ Համշենահայերը իրենց զգան լիարժեք հայ, լիարժեք, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանա այս զգացումները եւ ինֆորմացիան փոխանցի իրենց, ասի Սավակներս, դուք հայրենիք ունեք։ Դա Սոչին չի, Ադլերը չի, դա ձեր բնակավայրն է։ Դուք հայրենիք ունեք։ Առայժմ ոչինչ Հայաստանն է։ Հայրենիքը մեր հայքն է։ Բայց իմացեք, որ գոնե այսօր Հայաստանը ձեր բոլորի հայրենիքն է։ Անտանիքն է։ Մեղնենուց առաջ ասում է մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի լա թուրքերը։ Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։ Եթե այս անգամ ցավը զիստանի, մարմինս օտար հողի վրա չթողնես, անպայման Հայաստան փոխադրեք։ Եթե զիս հայրենիքը չընդունին, ձեռքից ցուցամատը կտրել կտաս եւ հոն կղրկես։ Մի տեղ թող թաղել։ Ասմատս շատ աշխատած է հայրենիքիս համար, ցուցամատը։ Եվ շատ հոգնած է, թող հայրենի հողի մեջ հանգստանա։ Իննա, անծանիքի հետ։ Այս վիճակները, որ ես ասենց լռությամբ մեզ զաղորդ, օրերը ասենց մեզ լռությամբ տանում են մի բանի համար է, ոչ թե իմ համար չցավում, այլ չէ, որ չեմ ուզում թշնամին ուրախանա տեսնի, մենք հասնանացենք։ Չի տենալու։ Ծոծորակը կտեսնի, մեզ խուճապի մեջ ու հանձնված չի տեսնի։ Ես դժվար օրերը ցանկանում նման։ Կա ու կեթան։ Ոգի մեզ խելքը իմաստություն, որ մենք կարողանանք գտնել ճանապարհը, ճանապարհները կան, մի քիչ կամք է պետք։ Մի քիչ կամք, որ գոնե մյուս ձմեռվանը պատրաստ լինենք։ Դեռ ձմեռները sense ցիկլով գալիս են։ Մենք ամենակամ զարմանում ենք, որ ձմեռը գալիս։ Փոխանակ պատրաստվենք ձմեռին, ամենակամ զարմանում ենք, որ չեղավ ձմեռը։ Եվ վերջում լսենք։ Մեր ժողովրդի պատմության բոլոր կարևոր հատվածները լիքն են դավաճաններով։ Եթե Վարդանը նրա կողքին բասակ կա, Սամվելը Մերուժան Արծունի, Գագիկ թագավոր է 6 սարքից, Մխիթար սպարապետ է Միհրան հարուրապետ եւ այսպես անverջ։ Այ։ Բայց Մխիթար սպարապետի ամենաառաջի դավաճանը էլի անverջ։ Հոգևորական տեսած սարքից։ Ախ, բակրիսնով նազավերս։ Տերավետիս։ Տերավետիս, որը չգիտես ինչի դավաճանելուց հետո փոխանակ պատժի արժանանար, դարձավ հոգևոր առաջնորդ, դնել ոչ ավել ոչ պակաս, հեռու այսօրվա Իսրայելում, Երուսաղեմում։ Սա պատմական փաստ է, ու շատ հետաքրքիր շարունակությունը լսենք։ Իմ ժողովրդի քանի սերունդ է մեծացել կարդալով այս գրքերը եւ արյան ու կաթի հետ իբրև դեղահատ կուլ տվել այն տխուր իրողությունը, թե հայոց պատմությունը անհնար է առանց դավաճանների։ Քանի սերունդ է հաշտվել այս մտքի հետ եւ արդարացման խոսք չի գտել, երբ օտարներն էլ ակնարկել են այդ մասին։ Եվ գիտեք, գուցե ամենակարևոր հարցն այսօր ոչ թե այն է, թե քանի դավաճան է եղել մեր պատմության մեջ, այլ այն,
թե մենք մեր ժամանակում որ կողմում ենք կանգնել։ Այ, որ կողմում ենք կանգնել եւ ոնց ենք վերաբերվել դրանց։ Թե չէ դավաճաններ բոլոր տեղեր կարող են լինել բոլոր ժամանակ մանավանդ եթե ժողովուրդը հակված չի դավաճան պատժելը։ Դա նոր դավաճանություններից է նույնը։ Դավաճան լավ կա, սադիկա կա, բնության մեջ ամեն ինչ կա, իսկ մենք որտեղ ենք, մեր գործը որն է, սա է ամենակարևորը։ Այստեղ է, որ մենք չենք կարող մեր անելիքը գցել ուրիշի վրա ասել, այ եթե դավաճան կա, ամեն ինչ կորացա։ Այո, կորացա, եթե դու մարդահաշիվ չես։ Եթե դու գործոն չես, ուրեմն դավաճանն է որոշում քո ճակատագիրը։ Ինչպես այսօր։ Այս ամեն ինչի միակ մեղավորը հայ մարդն է։ Այսօրվա իրավիճակի միակ մեղավորը հայ մարդն է։ Այն տունը, որ վառվում է եւ հրշեջը չէր կարողանում գալ մտնել իր տուն, այդ վառվող բնակարանի տիրոջ մեղքն է։ Հա, մի զարմացեք, եւ մնացած բոլոր բնակարանների, ովքեր թույլատրել էին այդ շինարարներին, այդ շինարարությունները կայանանատե։ Այո, իրենց անտարբերությամբ։ Մեկը փողավերցում, մեկը ասում է դե իմ գործը չի, մեկն ասում է ընկերությունն է սա, մեկն ասում է այս կառավարության ներկայացուցիչն ոնց կարող եմ քաղաքապետի այդ բողոք ներկայացնել։ Եվ արդյունքում ստացվում է այսպես փակ շղթա։ Փակ շղթա, դա ման մասում դավաճանություններ կան։ Ու դրանք հաղթելու են այնքան, որքան դու դե գործոն չես։ Դու հարմարվող ես դավաճանության հետ։ Դա ման ասում, այս ձմեռը ցիկլով գալիս է։ Ամառ, գարուն, աշուն, ասենք գարուն, աշուն, ամառ, հենց դրա համար է, որ դու պատրաստվես ձմռանը եւ չթողես այդ ցիկլը կրկնվի։ Գոնե քո պատմության մեջ։ Այն ինչ որ բնության մեջ հնարավոր չի խուսափել, բայց գոնե հնարավոր է դրան պատրաստվել։ Այսօրն է ուղված իմ հիմնական աշխատանքը, որ ես հաջորդ ձմռանն եմ պատրաստում, ինքնաճանաչում շարժումը, որ մենք սկսել ենք, հենց դրա համար է, որ այսօրվանից պետք է պատրաստենք, կարևոր չի Ախուրյանը վաղնը, 2 ամսից է ընտրությունները, Երևանում էլ մի տարուց է կամ 2 տարուց է ընտրությունները, չգիտեմ, դե ուրիշ համայնքներ կան, Գյումրի կա, բան կա, այսինքն մենք միշտ ձմեռ ունենք, որ երբեք պատրաստված չենք լինում։ Դա այսօրվանից է պետք պատրաստվել բոլոր անակնկալներին ու երբեք չմոռանալ, որ դավաճանություն միշտ լինելու է ու դրան էլ է պետք պատրաստ լինել ու դա նկատմամբ վերաբերմունք է պետք ունենալ միշտ։ Այն աստիճան, որ ցանկացած դավաճան աչքի առաջ ունենա իր դավաճանության արդյունքում վերաբերմունքը լինելու է սա։ Դավաճանների մենակ մի ձև կա։ Դա առաջ ավելի հեշտ էր դա անել, հիմա պետք է օրենքով դա արվի։ Այ, բայց պետք է արվի։ Եթե չես անում, ինքը ծաղկում է։ Առավել քան ինչ որ մի բան երկրի վրա։ Դա անպատժելիության զգացումն է։ Ես այս նոտարվել ուզում եմ ավարտեմ եւ մեզ բոլորիս հիշեցնեմ ժողովուրդ ջան։ Տարածեք այս հաղորդումները, բաժանորդագրվեք եւ միացեք մեր շարժմանը։ Գրեք ձեր անունը, գրեք որտեղ եք ապրում եւ ասեք, արդյոք դուք ուզում եք դառնալ մեր շարժման ներկայացուցիչները ձեր տարածքներում կամ անդամները, էական չի։ Պատրաստվենք հաջորդ ձմռանը, դա հեռու չի։ Մեկ-մեկ այդ ավելի շուտ է գալի, քան մենք կարծում ենք։ Այսօր ամենասկանը բանացեք։